Երկու օր առաջ մենք տեսանք նոր ռազմավարություն Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար եւ մեզ հետ խոսեց ամերիկացի փորձագետ, իրավապաշտպան Ջոն Այվները։ Ես դրա մասին արդեն խոսել եմ, բայց ավելի նոր չի հիշեցնել, որ այն ինչ որ նա ասել է, հիմա համընկնում է Տրամպի ադմինիստրացիայի մարտավարության հետ։ Այվները ասում էր. Ամերիկայից օգնություն մի սպասեք, Ամերիկան այս ռեգիոնում ներկայություն չունի, քաղաքական շահեր չունի, ձեզ հանձնելու են Ադրբեջանին եւ Թուրքիային։ Հայաստանը ենթարկվելու է տնտեսական նվաճման եւ հետո քաղաքական նվաճման։ Հայերը ապրելու են որպես փոքրամասնություն Թուրքիայի Ադրբեջանի կազմում, գուցե ունենալով գոնե ինչ-որ իրավունքներ, չնայած դա էլ երաշխավորված չէ, եւ կամաց-կամաց Հայաստանը ձուլվելու է։ Եվ գոնե թող Հայաստանը պահպանի իր եկեղեցին, որ եթե պետականությունը կորցնի, գոնե եկեղեցին պահի մեր ինքնությունը։ Եվ ասել է, որ Երևանում շուտով կարող է ուղղակի մնալ հայկական թաղամաս։ Դա ասում է ամերիկացի վերլուծաբանը։ Հիմա մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ռազմավարությունը հենց դա է ասում։ Միացյալ Նահանգները դուրս է գալ բոլոր այն ռեգիոններից, որտեղ նա չունի սեփական շահերը։ Նա վարել է շատ ավելի պրագմատիկ արտաքին քաղաքականություն, հրաժարվում է հեգեմոնիայից, հրաժարվում է ներկայությունից ամբողջ աշխարհում եւ կենտրոնանալու է Միջին Արևելքի եւ Լատինական Ամերիկայի վրա։ Իսկ մեր ռեգիոնը հանձնելու է Թուրքիային, Ադրբեջանին եւ մասամբ Իսրայելին։ Շնորհավորում եմ ձեզ։